Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն է։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերելու համար։ Պարոն Աբովյան, Ծաղկազարդը, հույսի եւ այսպես խաղաղության տոնը օրվա իշխանությունները վերածեցին բախման կետի։ Ինչու այս իշխանությունների համար այդքան կարևոր ամենանվիրական եւ սուրբ օրերն ու տոները բախումների եւ սադրանքների օրերի վերածելը։ Դե շատ բարձ պատճառով, ալչիշտ մի քանի պատճառ է, բայց այդ ամեն ինչի հիմքում ընկած է իշխանությունների մոլուցքը, ուղղակի մոլուցքը մշտապես ջարդել եւ կոտրել այն հիմնարար սկզբունքային ինչու ոչ, տեսլական կլինի, սկզբունքային պահեր կլինեն մարդկանց համար, հասարակ մարդկանց համար։ Սա մեկ, երկրորդը իրենք խնդիր ունեն ցուցադրել իրենց ինչու ոչ ընտրազանգվածին, որ այն մերժումը, որ այսօր ակնհայտորեն կա, այդ մերժումը այդքան էլ մերժում չի, եւ երրորդը ինքը փափուկ ուժի մեջ sense մի տերմին կա, կոչվում է breaking hot, թարգմանությունը մի քիչ ոչ կոռեկտ չի, բայց ինքը նշանակում է հետեւյալը, երբ որ գեներացնում ես որոշակի մի օրակարգ, որը տեղեկատվական դաշտը լցնում է, կապ չունի դա դրական է թե բացասական, այնուամենայնիվ մարդիկ քննարկում են միայն քեզ։ Իշխանությունը խնդիր ունի եւ այդ խնդիրը ինքը փորձում է լուծել այսպիսի սադրանքներով, առհասարակ նկատել եք, որ իշխանության հիմնական ամենամկահարույց իրենց այս 8 տարվա ընթացքում քայլեր, բառեր, գործունեությունը, նախագծերը իրենք միշտ հակասել են նույնիսկ նորմալ մարդկային ինչ-որ նորմերին, եկեղեցուց սկսած, վերջացրած քաղաքական, բարոյահոգեբանական եւ այլն։ Սա իրականում միգուցե եւ անձնական կոմպլեքսի ոսկե Փաշինյանի մասին չի լոկ, առհասարակ իշխանության ներկայացուցիչների արտացոլում է, բայց տակը հստակ երևում է, որ այո կա մոլուցք, միգուցե իրենց ապացուցեն, որ դա այդպես չի, ինչպես իրենք տեսնում են, որովհետեւ եկեք համադրենք իրենց ցանկությունները եւ իրականությունը կամ հնչեցրած ցանկությունները։ Իրենք կարող են հազար անգամ ժողովրդին խաբել, ինչը ըստ էության եւ անում են վերջին տարիների ընթացքում, բայց իրենց չեն խաբի, չէ՞, երբ որ իրենք մնում են մենակ իրենց տունը, օրինակ քնելուց առաջ գլուխը դնելով բարձին, իրենք տեսնում են, չէ՞, իրական իրավիճակը, երբ որ մարդիկ ուղղակի ֆիզիկապես զզվանք են ապրում այն մթնոլորտից, որը ձևավորում է այս իշխանությունը, եւ որի մեջ ինքը կոմֆորտ է իրեն զգում։ Մի լավ անգլիական արտահայտություն կա, չեմ հիշում ով էր արել, ճիշտն ասած, որ ասում է դու կարող ես երկար խաբել ժողովրդին, կարող ես շատ երկար խաբել ժողովրդին, բայց անverջ չի ստացվի։ Եվ ամենակարևորը, տեսեք, եւ այստեղ կարծում եմ ընդդիմության կամ իշխանություն այդ տարճակատման արգասիքը չէ այս ամենը։ Այլ հետևյալն է, որ մարդ կամ հասարակություն ինքը կարող է շատ երկար ապրել անverջ գրեթե, շատ ծանր սոցիալական վիճակում, օրինակ սոված, ծարավ, չգիտեմ, վտանգների մեջ, ինքը կարող է ապրել։ Մարդու հոգեբանությունը այնպիսին է, որ ինքը համակերպվում է յուրաքանչյուր գործընթացի հետ։ Բայց այդ գործընթացի տակը պետք է լինի շատ կարևոր մի հանգամանք, հանուն ինչի։ Եվ այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ մարդիկ հարց են տալ, դե լավ, հանուն ինչ է այս ամենը, եւ ամենակարևորը, ստորացված, նսեմացված մի փոր հացի հետ փոխած հասարակությունը ինքը չունի հեռանկար եւ մարդիկ դա հասկանում են, որ օրինակ քաղաքագիտական անբարոյականությունը, դե մարդկայինով էլ անբարոյականություն է, հակադրել օրինակ հայրենիք եւ պետություն հասկացությունները, դա առհասարակ քաղաքագիտական շիզոֆրենիա է իհարկե, որ դա նման է, գիտեք ինչին, գանգուղի աջ հատվածը, որ կոնֆլիկտ ունենա գանգուղի ձախ հատվածի հետ, իրենք ոչ
իրարից տարանջատ հասկացություններ են, բայց դրա հետ մեկտեղ մենք պետք է շատ հստակ հասկանանք, որ ինչպես ասացի, մարդիկ կարող են շատ ծանր սոցիալական իրավիճակում շատ երկար ապրել, պատերազմի մեջ, կարող են սովի մեջ ապրել, բայց երբեք մարդը եւ հասարակությունը երկար չի կարող ապրել ստորացման պայմաններում։ Մարդու, ասենք ասենք, գիտակցությունը, ենթագիտակցությունը, բնազդը չի ներում ստորացում, ինքը գժվում է, ցնդում է ուղղակի։ Իսկ փորձելով հասարակությանը ըստ էության ասել, որ գիտես ինչ կա հասարակություն, թքած ունեցի, որ քեզ ստորացրել են, թքած ունեցի, որ քեզ ստորացնում են, թքած ունեցի, որ քեզ վիրավորում են, կարևորը կերն է, խմելիքը ու ուրախ պարերը, սա բերում է այն ամենին, ինչ մենք տեսանք, մարդիկ աննասուն չեն եւ անասնացման գործընթացը միջազգային էլ է soft power-ի մեջ նշված, կոչվում է animal step անասնացման գործընթաց, որը ըստ էության այս իշխանության հիմնական կառավարման միջոցն է։ Ինչու եմ այդպես ասում, որովհետև միայն անասնացման գործընթացի ներքո կարելի է ներմուծել հասարակության մեջ 3 հիմնական դրույթ։ Կարևորը կերն է, վախը եւ շանտաժը։ 3 բաղադրիչներ իշխանությունը կիրառում է։ Եվ այս պարագայում այն ինչ մենք տեսանք Ծաղկազարդում, դա իրականում այն պրոցեսների հետևանքն է, որ այս իշխանությունը գեներացնում էր։ Եվ պետք է շատ հստակ եւ պարզ հասկանալ, ատելությունը հասցեական, հա, ինքը գործում է շատ կարճ ժամանակ, հետո ինքը կորցնում է հասցեականության իր բնորոշ, հա, որոշակի դրույթները եւ դառնում է համատարած, ինչը մենք տեսնում ենք այսօր հասարակության մեջ, արցախցիներ, հայաստանցիներ, ատելության գեներացում։ Վստահաբար կհիշեք 2021-22 թվականներին, երբ որ այս իշխանությունը սկսեց ակտիվորեն գեներացնել Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնումը տարբեր դեմարկացիաների կամ, չգիտեմ, անկլավների եւ այլն, մենք գիտենք, որ հիմնական եւ Միջանցքի, հա, հիմնական հարվածի տակ ընկնում է Սյունիքը։ Կհիշեք, որ այդ թվականներին սկսեցին սյունեցիներ եւ հայաստանցիներ դիսկուրսը գեներացնել իշխանությունը, այսինքն արցախցիներից բարձան Ղարաբաղցիներից մեն շորեին եկել մի պահ սյունեցիների վրա։ Սա իրականում այն ինչ մենք տեսնում ենք, սա վեր է ընդդիմություն իշխանություն ինչ որ փոխհրաձգությունից, պայքարից, չգիտեմ ինչից։ Սա այն փթախտն է քաղաքական, որը արհեստականորեն ներգծվեց մարդկանց մեջ եւ այդ փթախտի օգնությամբ այս իշխանությունը փորձում է կառավարել կամ վերարտադրվել, ինչպես կցանկանաք։ Ես ցավում եմ, որ իրենց մեջ մարդ չգտնվեց, որ չասի, որ ատելությունը ինքը սա ես չեմ ասել, սա դուք չեք ասել, սա մեր հեռուստադիտողները չեն ասել, ատելությունը բումերանգ է, ինքը միշտ վերադառնում է։ Մենք ոչ մի բանով չենք տարբերվում գերմանացիներից, ֆրանսիացիներից, այլ ազգերից, որոնք այս ամեն փուլերը անցել են։ Եվ ատելությունը գումարած ստորացում մշտական, հա, դա ըստ էության ինչ է, դա ըստ էության բացի կառավարման մեթոդից, դա նաև մի գործընթաց է, որը ուղղակի խժռում է ազգի ինքնապաշտպանական բնազդը եւ գեներացնում է ներ հասարակական անհանդուրժողականություն, որը ռիկոշետով, այսինքն հետ հարվածով այսօր վերադառնում է իշխանությանը եւ ես ցավով եմ արձանագրում, հավատացեք, լավ բան չի դա։ Տենդենսը ինքը ունենա, աճա ունենալու։ Ես ուղղակի չգիտեմ ինչպես կարելի է այս ամենը կանգնեցնել շատ արագ, որովհետեւ մենք գտնվում ենք հələ պիկին չենք հասել այդ ատելության։ Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, վստահաբար դուք գիտեք, ես գիտեմ, մեր հեռուստադիտողները գիտեն, որ ընտանիքներ են քանդվում քաղաքականությունից, ու քաղաքականության հերնել շուն դառնալու մի ասա։ Այդ դու պատերազմում եք մարդկանց ինչ օրի են գցել սրանք, որ մարդիկ իրականում քաղաքական տեսլականը ավելի վեր են դասում, քան օրինակ ընտանիքի մեջ է համերաշխություն կամ ընկերությունը, երկու ընկերներ, հարգելի հեռուստադիտողներ, մի հատ ձեզ հարցրեք, կան չէ, վստահաբար ձեր շրջապատում մարդիկ, ում հետ դուք շատ երկար տարիներ շփում եք ունեցել ընկերություն, բարեկամություն, mà չեք շփվում։ Սա այդ ամենի հետևանքն է։ Ատելությունը, անհանդուրժողականությունը, սուտը, շանտաժը միշտ վերադառնում է այդ process-ը գեներացնողին։ Ցավոք իշխանությունը այլ նարատիվներ չունի եւ իհարկե սուտ իրենք իրենց հերքեր նկատել եք սուտ են խոսում
Ստացվում է այնպես, որ մարդիկ տեսնում են, որ սուտ են խոսացել, կամ ինչ-որ բան են խոստանում, մարդիկ տեսնում են, որ սրանք ստում են, ինչ են իրենք անում։ Դուք ասում եք կներեք։ Աբսուրդ է։ Ոնց որ մեկին փայտով տաս գլխին շաբաթ երկու անգամ ու ամեն անգամ ասես՝ «Մի ռումայնացի կաներ էսելի»։ Բայց հա խփում ես գլխին։ Բայց այս ամենով հանդերձ իշխանությունները չեն խորշում մտնել մի տույրույթ, այս դեպքում օրինակ եկեղեցի, որտեղ իրենք մեղմ ասած մերժված են։ Ինչու օրինակ Կիրակի օրը թիրախը հենց դարձավ Սուրբ Աննա եկեղեցին։ Հիշենք, որ օրինակ Սրբազան պայքարի օրերին, այո։ Տեսեք, քանզի ամեն հայկականությունը, ամեն պետական, հա, իրական պետական, իսկական պետական, հա, խորհրդանշերը, ամեն ինչը ինքը հակասում է այս իշխանության տեսլականին, առհասարակ հայկական էթնոքաղաքական սոցիումը հակասում է այս իշխանության որքան զարմանալի չէ, հա, դա թվում, որովհետև եթե ես ձեզ ասեի օրինակ 5 տարի առաջ, որ մենք ունենանք մի իշխանություն, որը Արցախ բառի համար մարդկանց գործից կհեռացնի, կհավատայիք ինձ, կամ որ օրինակ ամենալկտի դրա մանկապիղծ կանվանի հայոց եկեղեցու օրինակ սրբազաններին կամ բարձրաստիճան սպասավորներին հայկական իրականում պետությունը ձևավորող ազգը ձևավորող բոլոր նարատիվները այս իշխանությունը ընկալում է որպես թշնամական, դա այդպես է։ Եթե մենք բացենք ենթատեքստը իշխանության խոսքերի, ինչ է ինքը ի վերջո ասում, երբ որ գնում է 400-ին որ թիվ 1500 տարի առաջ, այո, այս իշխանությունը մեզ բոլորիս 1500 տարի հետ տարավ, հետ գցեց։ Չէ, պապ թագավոր, չգիտեմ ինչ, sense ընդ որում մի հատ թեթև fact checking ես անում, զգում ես անհետեթ բաներ են դուրս տալի, չեն խոսում, դուրս են տալի ուղղակի։ Եվ այդ fact checking-ը ցույց է տալի, որ այո, այս մարդիկ տեսեք, իրենք ատում են հայրենիքը, բայց շատ են սիրում պետությունը, որովհետև հայրենիքը չի տալիս իրենց այն բոլոր ֆիզիկական, հա, դե լավ այսպես ասենք, առավելությունները, падավատներ, առանձնասենյակներ, պարգևավճարներ եւ այլն, հայրենիքը չէ, դե պետությունն է, դա համակարգը։ Եվ երբ որ իրենք փորձում են ասել, որ հայրենիքը սկսում եւ ավարտում է սահմաններին, պետական գծված, հա, ինքը գիտեք ինչի նման է, որ մենք պարզապես աբսուրդ է հասկանանք, դա նման է նրանին, որ օրինակ մարդ իր մայրիկին պետք է սիրի, հարգի ու պաշտի առավոտինից մինչև իրիկունը 8-ը։ Օրինակ, հա, 8-ից հետո ոչ։ Այսինքն ապուշություն է, բայց դա այսօր պետական նարատիվներից ամենակարևորն է եւ ամենակարևորը այս իշխանությունը անում է ամեն ինչ, որ թույլ չտա հանրային համերաշխություն։ Սուրբ Աննայում տեղի ունեցածը դա մի հատ դեպք չէր, հա։ Ես մետրոն չեմ ուզում հիշեմ, որտեղ ուղղակի մարդն այլ չի կարող, էլի ես տեսեք, ստե քննադատական հարց չի, ստեղ նա չի Արման Աբովյանը նստել է Նիկոլ Փաշինյանը քննադատում կամ ջիրեմ ումա քննադատում։ Ստեղ օբյեկտիվ վերբացումն է, որովհետև չի կարող մարդ ատել հայրենիքը, իսկ իրենք ըստ էության ատում են հայրենիքը եւ նվիրված լինի պետությանը։ Պետությունը հայրենիքի էթնոքաղաքական արգասիքներից մեկն է, շատ կարևոր սրբություն, մենք չենք խոսում դրա մասին, բայց արգասիկ է, չէ՞։ Կամ այլ օրինակ բերենք, հա, երբ որ խոսում ենք նույն ազգի պահով։ Դուք նկատել եք, որ իրենք ազգ բառը չեն օգտագործում, իրենք որ քաղաքացի։ Հիմա այդ 300,000 ադրբեջանցին աստված ոչ անի, որ օրինակ սրան գնացին, պայմանավորվեցին, ես չեմ ասում պայմանավորվել են։ Չնայած ծպտունները դուրս չի գալի, նկատել եք։ Եկան ու օրինակ սրանք անձնագրեր բաժանեցին։ Փաստորեն համաձայն իրենց օկուպանտը, մարդակերը, մարդասպանը ստանալով Հայաստանի Հանրապետության անձնագիր իմ, ձեր եւ մեր հեռուստադիտողների չափ իրավունքները ունենալու եւ ամեն ինչ զգում եք, չէ՞, արդեն մանրից մենք դեպի ուր ենք գնում։ Այո, իրենք իրենց վերարտադրությունը տեսնում են բարեհոգեբանական առումով ատելություն, անհանդուրժողականություն, հանրայինի գզվռտոց,
պարակտում գեներացնելով, իսկ քաղաքական առումով իհարկե Թուրքիա եւ Ադրբեջանն են այսօր հանդիսանում ըստ էության իրենց վերարտադրման հիմնական դե լավ sense ասենք անուղակի, հա, հովանավորները, որովհետեւ չեմ ուզում ուղակի բառը օգտագործեմ, չունեմ տվյալներ, բայց անուղակի ինչ առումով որ նկարահատից եկուն մեր աչքը մտցնում ես, տեսեք ադրբեջանցին չի կրակում սահմանին։ Հիմա հարց է ցակում, չէ՞։ Ինչի՞ չի կրակում սահմանին։ Դա մեկ է, երկրորդից նախկինում ինչ էր կրակում։ Ոչ թե նայես որ կոնֆլիկտ կար, ինչ չեք դուրս տալ, ինչ կոնֆլիկտ։ Չգիտես ինչու այդ կոնֆլիկտները ձեր ասած իրենք մեր հողով, մեր հայրենիքով, մեր արյունով են միշտ, հա, ասենց ինչ որ գնալով պակասում է։ Բայց ասում է չեն կրակում։ Չեն կրակում են ինչի՞ ամեն ինչ բան էին ուզում դիմաց։ Եթե դու տալիս ես, էլ իրա կրակելու իմաստը ո՞րն է։ Եթե դու համաձայնում ես բոլոր այդ նարատիվների կրակելը ո՞րն է։ Մայրերը քնում են հանգիստ։ Մարաղայում, Սումգայիթում, Բաքվում մայրերը նույնպես քնում էին հանգիստ, մինչև իրենց դուրը քացով չջարդեցին, չմտան ու չսպանեցին։ Գալով նախընտրական Հայաստանին, պարոն Աբովյան, ԲՀԿ-ն ակտիվացել է եւ տարբեր քաղաքական գործիչներ օրինակ իրենց աջակցությունն են հայտնել, օրինակ Մարտուն Գրիգորյանը եւ Անդրանիկ Թևանյանը, որոնք թվում են թե այսպես իրարամերժ քաղաքական գործիչներ են, ձեր դիտարկմամբ նման օրինակ գործիչների զուգադրումը ինչպես է հնարով, ինչպես եք դա պատկերացնում։ Տեսեք, այստեղ պատկերացնելու ինչ-որ բան չկա, շատ պարզ պատճառով դուք հիշատակեցիք ԲՀԿ-ն, ես կհիշատակեմ այն, որ ոչ թե Մարտուն Գրիգորյանը եւ Անդրանիկ Թևանյանը մտել են ԲՀԿ կամ միացել են ԲՀԿ-ին, ոչ։ Իրենք միացել են Առաջարկ Հայաստանի վերկուսակցական կոնցեպտին, որի հիմքում ընկած է հետեւյալ փիլիսոփայությունը եւ գաղափարը։ Դու կարող ես հակընդդեմ ճամբարներից լինես, բայց գոյություն ունեն դրույթներ, որոնք ենթադրում են նվազագույնը Հայաստանի երաշխավորված անվտանգություն պարգևելը կամ հասնել է երաշխավորված անվտանգության, որովհետև այն ինչ այսօր իշխանությունները ասում են, անվտանգության հետ ընդհանրապես կապ չունի, ինքը կապ ունի պայմանավորված զինադադարի հետ, որ սրանք վերատրվեն կամ վերարտադրվեն։ Նրանք երաշխավորված խաղաղության շուրջ, կամ օրինակն է թմրամոլության պայքարը, որը իրականում կարևորագույն է եւ այսօր մենք ունենք երիտասարդների շրջանում ուղղակի աղագնացող այդ գործընթացի աճը, հա, խոսքը գնում է թմրամոլության եւ այլն, մեր տաներ են արդեն մտել, որը ոչ պակաս վտանգավոր է։ Եվ այո, այս պարագայում յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով կիսում է գաղափարները, որոնք ներկայացված են Առաջարկ Հայաստանի այդ կոնցեպտի մեջ, կապ չունի։ Այն սա է հանրային համերաշխությունը։ Առաջարկ Հայաստանին դա հանրային եւ ինչու ոչ քաղաքական համերաշխության ամենապարզունակ եւ ուղիղ մոդելն է։ Դու կարող ես իրար հետ չունենաս, հա, բայց եթե դու ուզում ես ապրես անվտանգ երկրում, եթե դու ուզում ես նվազագույն խեղճացած չլինես, դե լավ, սենց ասեմ, խեղճացած չլինես, ապա այո, առաջարկի տեսնենք ոնց է դա արվում եւ ներգրավի ոչ թե լոկ քաղաքական process-ի մեջ մենք մշտապես սա ընդգծել ենք։ Մենք չենք դիտարկում քաղաքական process-ները ընտրությունից ընտրություն։ Ներողություն եմ խնդրում։ Մենք այսօր ունենք գոյաբանական խնդիր եւ ամենայն հարգանքով բոլոր քաղաքական ուժերին, նույնիսկ այն ուժերին, որոնք սատարում են Թուրքիային եւ Ադրբեջանին Հայաստանում, կամա, տենցերն էլ կան։ Թուրքիա համար եւ ադրբեջանցու համար միևնույն է։ Դու որ ուժին ես, դու նիկոլական ես, դու չգիտեմ, ընդդիմադիր ես եւ այլն, հա։ Իրենց համար միևնույն է։ Իրենք ունեն խնդիր վերածել մեր հայրենիքը արևմտյան Ադրբեջանի։ Ոնց անենք դա։ Մարդիկ ասում են, մենք գիտենք, կամ մենք ինչ-որ առաջարկներ ունենք, խնդրենք, եկեք նստենք, քննարկենք եւ անսովոր է հասկանում եմ այս ատելության, անհանդուրժողականության պայմաններում անսովոր է, երբ որ մարդիկ ովքեր հակընդդեմ քաղաքական բևեռներ են ներկայացնում, եկել հոп միտեղ իրար հետ նստած են եւ պարզվում է, որ սա է մեր փրկությունը։ Ես մի համեմատական եմ անցկացնում, թող անպագորգոր չհնչի,
Սարդարապատում ուսուսին ովքեր էին կռվում թուրքի դեմ։ Բոլշևիկները, դաշնակցականները, մենշևիկները, մաուզերիստները, նրանք ովքեր մի շաբաթ առաջ իրար փոր էին թափում ուղակի բառացի։ Փշրեցին թուրքերի ատամները, այնպես փշրեցին միջև ղարս, այնց էին փախնում մենակ են որ ասում դե լավ չեմ ուզում ավելորդ բաներ ասեմ։ Ակնհայտ է դա։ Առաջին Արցախյան գոյամարտը, պատերազմը, որտեղ մենք հաղթեցինք։ Հանուն ինչի մենք հաղթեցինք։ Այդ որ միասնությունը կենաց չի, դա կենսակերպ է։ Եվ առաջարկ Հայաստանին այդ միասնության կենսակերպի ամենաուժեղ արտահայտությունն արգասիքն է։ Իսեր ասո, ես չեմ գովազդում, խնդիր եւ նպատակ չունեմ, այո, կային մարդիկ եկել են, տեսել են, միգուցե չեն համաձայնվել, միգուցե համաձայնվել են ինչ-ինչա դրույթների հետ, բայց այնուամենայնիվ նորմալ բանական մարդը, ես կրկնում եմ բանական մարդը, չի կարող չհամաձայնվի, որ առաջինը մենք իրականում միասին պետք է, այս իրավիճակից դուրս գանք, միջելոց պետք չի քաղաքականացնել միասին բառը։ Եվ երկրորդը միայն ժողովրդի հավաքական ուժն ու տեսլականը կարող է այս ամենը վերականգնել։ Ես առաջարկ Հայաստանին երբ որ ասում եմ, գիտեք որ ծրագիրը չի գրվում տես մունտ կաբինետներում, ձազաներ են կոստյումներով, գալստուկներով, ոչ։ Գիտեք որտեղից են գալի առաջարկները։ Գեղարքունիքի գյուղի գյուղացուց, որ ասում է, ես տեսնում եմ օրինակ, որ բերքը հավաքում ենք, շատը փչանում է։ Ինչ անեն գյուղացի ջան։ Ասում է պետք է սառնարանային տնտեսություններ։ Հոպ, հարցը լուծվեց։ Բայց մարդիկ շատ են, կարտիկները, պահանջները շատ են, բոլորի պահանջները բավարարելու եք։ Տեսեք, բոլորի պահանջները ոչ ոք չի կարող բավարարի, բավարարվելու են այն պահանջները, որոնք աշխատում են միայն եւ միայն Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի օգտին։ Բոլորի պահանջներ բավարարելը գայթակղությունը շատ մեծ է, չեն ընտրություններից առաջ ժողովուրդ ջան, որ կոլոտները բոյք քաշեն, գերերը կնիհարեն, նիհարները կգերանան եւ այլն, ով տես բան ասի, մացեք խափում է։ Գլուխը խփում է պատով։ Չէ, դինելու է միայն եւ միայն իրատեսական հերանեկար ունեցող եւ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի օգտին աշխատող պրոյեկտներ, իսկ իրանք շատ են։ Դուք չեք պատկերացնում։ Գիտեք, առաջարկ Հայաստանին նես մետարքի իրավիճակ ասते, անես մարդկանց է հանդիպում։ Օրինակ ուսուցիչ։ Հասարակ ուսուցիչ, չեմ ասում դպրոցի տնօրեն կամ փոխտնօրեն, ուսուցիչ, բայց ծրագիրա բերում, բացում ես, նայում ես ինչ նախարարություն։ Այնքան խորքային ուսումնասիրված թվերով, մարդկանցով, ամեն ինչով, բարոյ հոգեբանական իրանց այդ սա նյուանսները գծած։ Ասած ուզում ես ելնես ճակատը պատճես, ինչը ասած բանը ոնց, իսկ եւ այդպես բոլոր ոլորտներում։ Բոլոր չկա ոլորտ, որտեղից ժողովրդից մարդիկ դուրս են եկել, առաջարկ են արել, դու պարզապես հասկացել ես, որ այո, առաջարկ Հայաստանին հենց իրենցն է։ Իրականում առաջարկ Հայաստանինը դա ժողովրդի մարդկանց շատ են չէ շարքի ժողովուրդ բառը։ Արդեն ասում են, sense բան է սլում մի տեսակ, բայց ամենայն sense ազնվությամբ իրականում ժողովրդի ներսից այն ամենամարդիկ ովքեր չեն լսե, իրանց ձայնի այդ պլաշատկան է եւ ցույց է տալի այդ հարթակը, որ այո ինքը աշխատում է, ինքը գործում է։ Ես պատկերացրեք, եթե ես օրական տասնյակ հանդիպումներ եմ ունենում, ես նույնիսկ սարսափում եմ պատկերացնում, որքան հանդիպում եմ պարոն Ծառուկյանը ունենում, որովհետեւ գիտեմ, օրը սկսվում է 7-ին, ավարտվում է գիշերը չգիտեմ երբ։ Եվ անընդհատ հանդիպումներ եւ մարդիկ այդ ոգևորությունը, որ առաջարկ Հայաստանին, sense բան ենք տեսել, էս ենք առաջարկել, այն ենք առաջ, օրինակ բարևներ եմ հղում Բերդ քաղաք, Արկադիա Զարգարյանին, այ Արկադիա Զարգարյանի բնակիչ Բերդ քաղաքից, պապիկ է 70 տարեկանից ավել, այ առաջարկ Հայաստանի համար, այսպես փաթեթով առաջ, տրանսպորտի հետ կապված, կարծում ես, ասում ես, բայց պարոն Զարգարյան, ոնց, որտեղից է այս բագաժը, այդ ամեն ինչ, տեսեք բարևել հղեցի նույնիսկ, կարծում եմ հուսամ կնայի, այո, սա ժողովրդական
հարթակն է, ժողովրդի հարթակն է եւ ինքը չի նայում ոչ քաղաքական, ոչ սեր, ոչ, չգիտեմ, տարիք, հա, կին, տղամարդ, մեծ, փուչուր, ուսանող, զինվորական, ունեք առաջարկ, եկեք։ Պարոն Աբովյան, բայց ամեն դեպքում նման օրինակ հարթակն էլ պետք է ունենա վարչապետի տեխնացու։ Ով է առաջարկ Հայաստանին վեր կուսակցական կոնցեպտի վարչապետի տեխնացուն, որտեղ տպավորություններ, որ Գագիկ Ծառուկյանը չէ, բայց գուցե Գագիկ Ծառուկյանն է, եթե նաև նկատի ունենանք, որ Ռոբերտ Քոչարյանը օրինակ ասել է, որ քաղաքական դաշտում չի տեսնում այնպիսի քաղաքական գործչի, ով իր նման փորձ կունենա կամ կարողանա լինել լավ վարչապետ։ Ես դուրս գալով քաղաքական կոռեկտությունից երբեք ինձ թույլ չեմ տա եւ մեր թիմի սկզբունքային դիրքորոշումն է մեկնաբանել կամ քննարկել, գովաբանել կամ քննադատել, հա, այս կամ այն քաղաքական ուժի ղեկավարի կարծիքը ամենայն հարգանքով, որովհետեւ այո, նույնիսկ էլեմենտար հարգանքի պահել կա, էլի չի կարելի։ Ես մի բան է, որ մեկնաբանում ես որպես վերլուծաբան, մի բան է, երբ որ պատասխանատվություն ա քո վրա եւ ներկայացնում ես ըստ էության ծրագիր։ Չնայած բոլորի կարծիքին էլ մենք հարգանքով ենք վերաբերվում, խնդրեմ, ով ինչ ուզում է թող խոսա, ով ինչ ուզում է թող արտաբերի։ Ինչ վերաբերում է տեխնացուներին, պարոն Ծառուկյանն էր ասել, չէ, որ 3-4 տեխնացու ունենք։ Դե կգա ժամանակը կիմանանք։ Կարող եմ ասել միայն մի բան, սա խոստանում եմ, հալ ճիշտ, ոչ թե ես եմ խոստանում, այլ խոստանում եմ, որ ասում եմ ժամանակը, երբ որ կգա, ես կմեկնաբանեմ ինչու ինքը, հա, սա եմ ես խոստանում, բայց հիմնվելով պարոն Ծառուկյանի խոսքերին կարող եմ ասել միայն մի բան։ Իմ ղեկավարը մի հատ շատ լավ բան ասաց մեր տեխնացուն լինելու ապագայի տեխնացուն։ Առանց ինչ-որ տենց ամպագորգոր խոսքերի, չգիտեմ, հա, տենց երկար բարակ սիրուն խոսքերի, երբ որ կհայտարարենք այդ ժամանակ ես կհիմնավորեմ ինչու հենց ինքը, այսպես։ Շատ լավ, պարոն Աբովյան, ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտի տեխնացուների շրջանում հիմնական պայքարը ընթանալու է Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի միջև, թեպետ մյուս երկու հա ուժերի պարագայում արդեն իսկ պաշտոնապես հայտարարված է, որ տեխնացուները վարչապետի Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանն են լինելու։ Սամվել Կարապետյանի թիմը օրինակ հայտարարել է, որ երբ պահը գա, իրենք Ռոբերտ Քոչարյանին ձայն չեն տա, իսկ դուք։ Ես կոռեկտ չեմ համարում այս պարագայում կրկին խոսել այս կամ այն, հա, տեխնացուին ձայն տալու կամ չտալու պահը, կարող եմ ասել մի բան, յուրաքանչյուրին հարգող քաղաքական ուժ ինքը միշտ կենտրոնանում է իր տեխնացուի հաղթանակի վրա, այո, մենք կենտրոնանում ենք մեր տեխնացուի հաղթանակի վրա, միայն եւ միայն, այդքան բան։ Եվ վերջում պարոն Աբովյան, Արցախը հանձնած Հայաստանի կենսական նշանակության ռազմավարական օբյեկտները թշնամուն հանձնած իշխանությունը ձեզ անվանում է պատերազմի կուսակցություն, որովհետև դուք հայտարարել եք, որ ոչ թե պատերազմ է լինելու, այլ վերաբանակցելու եք։ Հիմա հարց է առաջանում։ Լուրջ, մենք դες բան ենք հայտարարել։ Այ վերաբանակցելը կամ ինչպես եք պատկերացնում թշնամու հետ երկխոսությունը։ Ժորժ ջան, ուրեմն ես չգիտեմ ճիշտն ասած։ Դե լավ, սենց ասենք, եկեք ամենասկզբից սկսենք։ Ով է պատերազմի եւ ով է խաղաղության կուսակցությունը։ Եվ ինչ է առհասարակ է Իրանից պատերազմի եւ խաղաղությունը ներկայացնում։ Ուրեմն առաջինը պատերազմի կուսակցությունը, արհավիր բերող կուսակցությունը կամ քաղաքական ուժը այն է, ով հրաժարվում է կամ մերժում է երաշխավորված խաղաղություն։ Այսինքն ասում եմ մեզ խաղաղությանը երաշխիք պետք չի։ Ինքը տենց օդից կիջնի։ Եթե ոնց որ մարդ ծխի խմի, չգիտեմ, նարկոտիկ օգտագործի ու ասի ես չաղով բախտավոր առողջ մարդ եմ, դες չի լինում։ Ով է դեմ երաշխավորված խաղաղությանը։ Իշխանությունը։ Ինչի է դեմ իշխանությունը երաշխավորված խաղաղությունը, բայց իրանք այդպես խաղաղասեր էին։ Գիտեք, նենգափոխվում են տեսլականները, այնինչ այս իշխանությունը բերել է, այս խաղաղություն չի։ Սա նախընտրական հրադադար է, եկեք անվանենք այսպես։
Եվ այո, ես անվանում եմ այս իշխանության 180 աստիճանոց իշխանություն, որտեղ այն ինչ իրենք ասում են, Ժորժ ջան, հիշեք, էլի միշտ 180 աստիճան հակառակն է։ Երբ որ իրանց ասում ես ինչի համար ես դու կարծում որ մենք գալու ենք կամ վերաբանակցեն կամ չգիտեմ ինչ, ասես վերաբանակցելու հարցը կանգնած չի։ Այստեղ հարցը կանգնած է հետևյալը։ Ինչպես ես դու ի վերջո խաղաղությունը ստորագրած մի պետության հետ, ստորագրում ես մի պետության հետ, որը քո պետության ամբողջ տարածքը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ենթադրենք դու ինչ-որ բան ես ստորագրել։ Ինքը կանգնում ասում է, անգեր, ես այդ ստորագրությունը չեմ ընդունում, ինչի միջալոց Իլհամ բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իր համար միջազգային պարտավորությունները եւ փաստաթղթերը առ ոչինչ են։ Ոնց է ստիպելով որ ինքը չխախտի, օրինակ։ Մի օր չորոշի ասի, դե ես պետք է Երևանը գրավեմ։ Ոնց, ինչպես ես դու դա անելու։ Եթե այս իշխանությունը Թուրքիա եւ Ադրբեջանցու երթումին հավատում է, ես ցավում եմ, ուրեմն իրենք ունեն լուրջ մտավոր խնդիրներ, որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերություններում առաջնորդում է ոչ թե էմոցիայով, այլ չոր իրենց տեսանկյունից ռացիոնալ հաշվարկը, որ քանի մենք կանք տարածաշրջանում չի լինի միավորումը Թուրքիա եւ Ադրբեջանի, հետեւաբար չի ձևավորվի մեծ Թուրանի պրոյեկտը, որի մասին այս տաղավարում բազմաթիվ անգամ խոսացել ենք։ Իսկ ո՞նց ես դու իրավիճակ ստեղծելու, որ ինքը չխփի քեզ, դե լավ պատերազմ չսկսի, ո՞նց։ Տալով կկվի պատմությունն է դառնում, միջև գան հասնեն մեր դուրը։ Հիմա ով է պատերազմի եւ խաղաղության կուսակցությունը։ Մենք, որ մենք ասում ենք խաղաղությունը պետք է լինի եւ լինելու է չկասկածեք, բայց երաշխավորված խաղաղություն, թե նրանք ովքեր լոլո կարդալով եւ մարդկանց խափելով, վախացնելով, շանտաժանելով ասում են հետևյալը, որ եթե հանգարտ իրանց չընտրեն պատերազմա լինելու։ Բա քանի կոպեկ արժի ձեր 8 տարվա կառավարումը, եթե խաղաղությունը կապված է անձի կամ քաղաքական ինչ-որ կուսակցության հետ։ Հա? Կարող է վաղն էլ գաք ասեք, եթե օրինակ Սյունիքը չտանք, պատերազմ կլինի, պետք է տանք։ Կամ վաղը գաք ասեք, պետք է Երևան գան 50,000 ադրբեջանցի բնակվեն, թե չէ պատերազմ կլինի, մեկա տանկերով են գալու։ Հետո կան մտնեն ննջասենյակը, ասեն ես կեսս պետք է ադրբեջանցի Մամեդովը ապրի, թե չէ պատերազմա լինելու։ Թե կգանք ասեն ցեղասպանությունից մի խոսա, թե չէ պատերազմ կլինի։ Միջայլոց հաջորդ օրը երբ որ սրանք հերթական անգամ ուրացան հայկական արյունը, սուրբ հայկական արյունը, Ադրբեջանը պաշտոնապես դիմեց ՄԱԿ, պահանջելով, որ 1918 թվականի քաղաքացիական պատերազմի ժամանակ իրադարձությունները ընդունեն որպես ադրբեջանցիների ցեղասպանություն հայերի կողմից։ Գերակ։ Հիշում եք, երբ Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը ակտիվացավ։ Նույն այն պահից հետո, երբ հայաթափվեց Արցախը։ Բա հարց չի ծագում ինչի համար։ Քանի կոպեկ արժի մի իշխանություն, որը իր ժողովրդին շանտաժի է ենթարկում պատերազմով։ Հիմա ով է պատերազմի կուսակցությունը։ Մենք թե իրանք։ Մենք երաշխավորված խաղաղության կուսակցություն ենք, հարթակ ենք։ Մենք արժանապատվության հարթակ ենք։ Գրողը տանի մենք մարդիկ ենք եւ համոզված եմ դուք բոլորս նույնիսկ այն մարդիկ, ովքեր հիմա իմ հետ համաձայն չեն։ Արժանապատվությանը նվիրված, այդ չի կարա մարդ ապրի խեղճացած, ախր չի լինում այդպես։ Մեռնում է մարդու գիտակցությունը։ Խեղճության դեմ ենք։ Սատի դեմ ենք, շանտաժի դեմ ենք։ Մենք պետք է ապրենք արժանապատիվ։ Դե լավ ուրիշ ձևակերպեմ։ Հայաստանի բարգավաճումը դա միայն մի գործոնը չէ, այսինքն Հայաստանը չի կարող բարգավաճել միայն տնտեսությամբ կամ միայն ռազմական ներուժով կամ միայն դիվանագիտական, ինքը կոմպլեքս է, այդ ամեն ինչի։ Եվ երբ որ դուք ապահովում ես երաշխավորված խաղաղություն, իսկ մենք մեխանիզմները գիտենք ոնց ենք դա անելու։ Երբ որ դու ապահովում ես տնտեսական աճ, մենք գիտենք ոնց է դա արվում։ Երբ որ դու սոցիալական նվազագույն արդարություն ես ապահովում, ոչ թե թոշակառույն վիրավորում ես
ժամանակ անցնում տենում ես մարդիկ քեզնից չեն գա քեզ քվեարկել միանգամից միջև 10,000 բարձրացնում ես թոշակները մի ամիս առաջ վիրավորելով անմեղսունակ անվանելով թոշակառուն են տո անմեղսունակը դուք եք եթե լեզուներդ պատտվելա ինչ անելու թոշակառուն է 10,000 տո ձեր ինչ գործն է ինչ անելու հարկերը բարձրացրել են այն իրավիճակի մարդկանց կային մեն ասում են չես կարող մուծես տները ծախի գնա Դե այն մարդիկ ովքեր միջև պայմանական հեղափոխություն չգիտեմ ինչ ունեին իսկ հիմա մի հատ բացեք հայտարարները սրանց կարդացեք Սրանց պրեմիաներ են մեծ ամեն ինչն եք օլիգարխ են սաղին օլիգարխ են մի հատ այդ ձեզ նայեք հələ Ձեր նախաճաշերը դե լավ չեմ ուզում կենցաղացնեմ շատ թե չէ հարային համերաշխության եմ ես հաձգտում բայց այնուամենայնիվ վերջացնելով այո Հայաստանը լինելու է իրականում երաշխավորված անվտանգ երկիր Հայաստանը լինելու է երաշխավորված սոցիալապես ապահովված երկիր Հայաստանը լինելու է երաշխավորված տնտեսական աճի երկիր Ի վերջո այո լինելու է բարգավաճ Հայաստան Շատ լավ շնորհակալ եմ հարցադրության համար Այսօր իմ հյուրը կամուր քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանն էր Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց Մինչ նոր հանդիպում